Հիմնական կոմպոնենտները սիլոսն է, եգիպտացորենից պատրաստված, սենաժն է, արվույտից պատրաստված եւ հատիկային կերերն է՝ գարի, եգիպտացորեն, սոյայի քուսպ։ Գործունեության 6 տարի եւ արդեն ավելի քան 60 տեսակի կաթնամթերք։ Երեմյան կաթնամթերքը եզակի է Հայաստանում, որ գործում է սերմից սեղան հայեցակարգով։ Մենք ապահովում ենք վերահսկողություն կաթնամթերքի արտադրության բոլոր փուլերում, սկսած սերմը մեր բերի հողերում ցանելուց մինչև կաթի ստացումը ավտոմատացված կիթի մեթոդով եւ փակշղթայով կաթնամթերքի տեղափոխումը դեպի Երեմյան գործարան։ Ընկերության կաթի միակ աղբյուրը սեփական ֆերման է, մաքրացեղ 1500 կաթնատու Հոլշտեյնները։ Սերմից սեղան հայեցակարգով ամենամեծ սեփական ֆերման գտնվում է Լոռու մարզում եւ հիմնվել է Երեմյան ընկերությունների խմբի կողմից։ Գործարանը համապատասխանում է ժամանակակից բոլոր ստանդարտներին։ Հայաստանում կաթնամթերքի միակ գործարանն է, որն ունի FSSC 22000 սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկատ։ Մենք ապահովում ենք բարձր որակի, անարատ եւ 100% բնական կաթնամթերք։ Երեմյան կաթնամթերքն ի դեպ ստացել է նաև մանկական կաթի վկայագրում, արտադրում է բացառապես առաջին կարգի կաթ, գլյուտենից զերծ։ Շատ կարևոր է, որպեսզի մեր սպառողը կատարի գիտակցված եւ իրազեկ որոշում կաթնամթերքը գնելիս եւ իրեն հարց տա, թե որտեղից է այս կաթնամթերքը իրականում ստացվում։ Եվ առաջին հարցը, արդյոք այդ կաթը ստացվում է կովից։ Թվում է, թե շատ այսպես անբնական հարց է հնչում կամ զարմանալի հարց է, բայց ոչ բոլոր դեպքերում է, որ կաթը ստացվում է հենց կովից։ Երկրորդ հարցը, արդյոք տվյալ արտադրողը ունի իր սեփական ֆերման, սեփական կաթի արտադրությունը ֆերմերային տնտեսության միջոցով մեկ աղբյուրից ստացվող, որը ըստ էության նույնպես կխոսի կաթի որակական հատկանիշների մասին, եւ երրորդը, արդյոք տվյալ կաթնամթերք արտադրող ընկերությունը ունի ստանդարտներ եւ սերտիֆիկացում։ Գյուղատնտեսական նախագծերի ղեկավարը կենդանիների խնամքի մասին պատմում է։ Հովացման համակարգն է, որ 18 աստիճանից երբ որ բարձրացավ ավտոմատ միանում է, որպես իրանց հով լինի։ Կերակրումն է, որ մեքենան, այսինքն մարդկային գործոն չկա, մեքենան է գալիս կերակրումը իրականացնում։ Մոնիտորինգային համակարգը հետևում է կովերի մասին հավաքագրված հիմնական տեղեկատվությանը։ Ֆերմաների մեջ ունենք դատչիկներ, անտենաներ են, որոնք որ կարդում են կենդանիներին եւ իրենց բոլոր process-ները կարողանում ենք համակարգչում տեսնել։ Ակտիվությունը, կերին մոտենալը, որոճի քանակը, որոնք որ արդեն մեզ թույլ է տալիս անել անալիզներ ու իրանց առողջական վիճակը հասկանալ։ Ֆերմայում անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուր կենդանուն եւ ըստ այդմ կարգավորվում է նրանց սնուցումը, կանխվում են հիվանդությունները եւ ապահովվում կայուն առողջություն։